Հայաստանից, Վրաստանից ու Ռուսաստանից հայ ու արտասահմանցի մարզիկները սպորտային երկու հագեցած օր ունեցան Ենոք-Հավանում։ Երկրորդ անգամ է Ենոք-Հավանը հյուրընկալում մարզիկներին ԵԼ Սպորտֆեստի շրջանակում։ Երկրորդ տարին ենք անցկացնում այս փառատոնը։ Արդյունքները տպավորիչ են ու ոգևորող։ Երկրորդ օրը մեզ միացել են ավելի քան 40 հեծանվորդներ Վրաստանից, Ռուսաստանից և Հայաստանի տարբեր մարզերից։ Փորձում ենք փառատոնը դարձնել գեղեցիկ ավանդույթ, ամեն տարի կազմակերպելով և նոր մարդկանց ներգրավելով։ Սպորտային փառատոնը շատերի ներգրավել իր բազմազանությամբ ու առաջարկվող ժամանցային ծրագրերով։ Ներառվել էին տարբեր հետաքրքրություններ, արկածային տուրեր, մրցավազք, թիմային այլ խաղեր։ Երկրորդ օրը Իջևանի գինու կոնյակի գործարանից մասնակից մարզիկները հեծանիվով հաղթահարեցին Իջևան Ենոք-Հավան ճանապարհը։ Այս արդեն երկրորդ անգամն ենք անցկացնում ԵԼ Սպորտֆեստը, առաջին անգամ անցած տարի սեպտեմբերին արեցինք եւ հիմա նախապատրաստում ենք էլի արդեն 2025 թվականին երրորդ անգամ սեպտեմբերին անցկացնենք։ Փորձում ենք առողջ ապրելակերպը զարգացնենք, վազքուղիներն եղել մինչև 32 կիլոմետր վազել են, 150-ից ավել մասնակից ենք ունեցել։ Վրաց հեծանվորդ Նիկա Ցերեկիձեն առաջինը հատեց սպասված վերջնակետը։ Մեր ճանապարհը հետաքրքիր փորձություն էր։ Վերելքներ ենք հաղթահարել ու անցել ոլորաններով։ Երկրորդ անգամ եմ Հայաստանում։ Կարող եմ ասել, որ այստեղ հեծանվավազքը կարող է զարգանալ։ Պայմաններ կան։ Առավելագույնը վարել եմ 135 կիլոմետր։ Այն ինձ համար մեծ ցուցանիշ է, սակայն շարունակելու եմ աշխատել էլ ավելի բարձր արդյունքներ գրանցելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ ընկերներին ջերմության և հյուրընկալության համար։ Այս փառատոնը սպորտի միջոցով նպաստում է ժողովուրդների կապի ամրապնդմանը։ ԵԼ Սպորտֆեստը առողջ ու ակտիվ ժամանցի, սպորտային բարիքների շուրջ առողջ ու մարզական միջավայրում մարդկանց կհամախմբի արդեն հաջորդ տարի։